Խցիկ համար 118 հատուկ մասնաշենք։ Այստեղ հայտնվում են նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն։ Այստեղ իրենց օրենքներն են, և դրանք դաժան են։ Գամփրն ու իր ոհմակը վախի մեջ էին պահում խցիկը, խլում էին վերջինը, կոտրում մարդկանց։ Նրանք կարծում էին, որ այդպես միշտ է լինելու, մինչև որ դուռը բացվեց և ներս մտավ նա։ Սովորական մի ծերունի, լռակյաց, ալեհեր։ Նրանք որոշեցին, որ դա հեշտ որս է, նոր զվարճանք։ Սխալմունք։ Ճակատագրական սխալմունք։ 5 րոպե անց այդ գայլերը լացում էին լակոտների պես և մահ էին աղերսում։ Միայն թե ոչ։ Համար 18 խցիկի դուռը դղրդյունով բացվեց։ Շեմքին կանգնած էր բանտապահը, իսկ նրա կողքին նոր բնակիչը։ Բանտապահը ոչինչ չասաց, պարզապես հրեց նորեկին ներս և զնգոցով փակեց ծանր մետաղյա դուռը։ Խցիկում լռություն տիրեց, բայց դա դատարկ լռություն չէր, այլ ծանր, ճնշող, թաքնված վտանգով լի։ Նոր կալանավորը մի քայլ առաջ արեց և շուրջը նայեց։ Նա տարեց տղամարդ էր։ Արտաքնապես կարելի էր տալ 60 կամ 65 տարեկան։ Ցածրահասակ էր, նիհարակազմ, բայց պինդ կառուցվածքով։ Նրա ալեհեր մազերը կարճ էին կտրված։ Դեմքը պատված էր խորը կնճիրներով, բայց աչքերը մնում էին պարզ և սառը։ Նա հագնված էր պարզ, բայց կոկիկ հագուստով, որն այնպես էր նստում նրա վրա, ասես ողջ կյանքում դա էր կրել։ Ձեռքին բռնել էր մի նիհար պարկ։ Նրա մեջ ոչինչ չկար այն կերպարից, որը սովորաբար պատկերացնում են հանցագործ բառը լսելիս։ Նա նման էր ավելի շուտ ծեր ինժեների կամ ուսուցչի, որը ճակատագրի բերումով հայտնվել էր այս մռայլ վայրում։ Բայց այդ հայացքը, սուր, զննող, հանգիստ, մատնում էր մի մարդու, ով տեսել էր բաներ, որոնց մասին սովորական մարդկանց ավելի լավ է չիմանալ։ 118-րդ խցիկը համարվում էր էլիտար, եթե այդ բառն ընդհանրապես կիրառելի է բանտի համար։ Այստեղ նստում էին նրանք, ովքեր կշիռ ունեին քրեական աշխարհում, կամ նրանք, ովքեր կարողացել էին գնել իրենց համար հարաբերականորեն հանգիստ գոյություն։ Բայց վերջին ժամանակներուս այս խցիկի համբավը վատն էր։ Այնտեղ տիրություն էին անում երկուսը՝ գամփրը և վիրաբուժը։ Գամփրը հսկա էր։ Նա մոտ 35 տարեկան էր և իրենից ներկայացնում էր ստերոիդների և բանտային երկաթի վրա աճեցված մկանների մի սար։ Նրա սափրած գլուխը փայլում էր լամպի աղոտ լույսի տակ, իսկ հաստ վկին կախված էր զանգվածային ոսկե շղթա, ռեժիմի խախտում, որի վրա վարչակազմը աչք էր փակում առատ կաշառքների դիմաց։ Նա նստած էր պատուհանի մոտի ներքևի մահճակալին, խցիկի ամենապատվոհոր տեղում։ Նրա առջև փոքրիկ սեղանին շարված էին մյուսների համար անհասանելի դելիկատեսներ՝ ապխտված երշիկ, շոկոլադ, թանկարժեք սիգարետներ։ Նրա կողքին հարևան մահճակալին կիսապարկած էր վիրաբուժը։ Նա գամփրի աջ ձեռքն էր և նրանց փոքրիկ բանդայի ուղեղը։ Մոտ 30 տարեկան էր, նիհար, ջլութ, դեմքի տհաճ գծերով և վազվզող աչքերով։ Իր մականունը ստացել էր դանակի հետ վարպետորեն վարվելու ունակության և սառը հաշվենկատ դաժանության համար։ Նա խնձոր էր մաքրում փոքրիկ գրպանի դանակով, որի շեղբը գիշատի կերպով փայլփլում էր։ Անկյունում ամենաանհարմար տեղերում կծկճվել էին ևս 3 կալանավորներ՝ շեցնոկները կամ, ինչպես այստեղ էին ասում, տորպեդները։ Նրանք կատարում էին ողջ կեղտոտ աշխատանքը, սպասարկում էին գամփրին և վիրաբուժին և վախենում էին աչքերը բարձրացնել։ Երբ ծերունին ներս մտավ, գամփրը նույնիսկ գլուխը չշրջեց։ Նա շարունակում էր ծամել երշիկի կտորը, ցուցադրաբար արհամարելով նոր հարևանին։ Վիրաբուժը միայն հարանցիկ հայացք նետեց եկվորին և քմծի ծախ տվեց, շարունակելով խնձորի կեղևը երկար, բարակ ժապավենով կտրել։ Ծերունին, ում պարզապես պապ էին կոչում, մի քանի վայրկյան կանգնեց դռան մոտ։ Նա չբարևեց։ Նա չարտասանեց այն ստանդարտ արտահայտությունները, որոնք ընդունված են խցիկ մտնելիս։ Նա չհարցրեց, թե ով է նայողը և չհայտնեց իր անունը։ Դա գրված օրենքների կոպտագույն խախտում էր, խենթության հասնող լկտիություն։ Փոխարենը պապը դանդաղ քայլեց դեպի խցիկի կենտրոն։ Նրա քայլերն անաղմուկ էին։ Նա հայացքով չափեց սննդով ծանրաբեռնված սեղանը, նայեց վախեցած վեցնոցներին, ապա հայացքը տեղափոխեց գամփրի ու վիրաբուժի վրա։ Նրա աչքերում վախ չկար, դրանցում միայն սառը վերլուծող հանգստություն էր։ Նա մոտեցավ պատուհանի մոտի մահճակալին,
հենց այն մահճակալին, որտեղ նստած էր գամփրը։ Խցիկի պարագլուխը զբաղեցրել էր երկու ներքևի տեղերն էլ, մեկի վրա քնում էր, մյուսի վրա պահում էր իր իրերն ու ուտելիքը։ Դա հասկացողությունների ևս մեկ խախտում էր։ Ոչ ոք իրավունք չունի երկու տեղ զբաղեցնել, երբ խցիկում նեղվածք է, բայց գամփրը թքած ուներ օրենքների վրա։ Այստեղ օրենքը նրա ուժն էր։ Պապը հանգիստ հրեց գամփրի պայուսակը, որը դրված էր մահճակալի եզրին։ Շարժումը զգուշ էր, բայց պնդաճակատ։ Պայուսակը խուլ թխկոցով ընկավ հատակին։ Խցիկում այնպիսի լռություն տիրեց, որ լսելի էր, թե ինչպես է բզզում առաստաղի տակի էլեկտրական լամպը։ Գամփրը քարացավ։ Երշիկի կտորը մնաց կոկորթում։ Նա դանդաղ շրջեց գլուխը և սևեռվեց ծերունու վրա։ Նրա դեմքը սկսեց արյունով լցվել։ Նա չէր հավատում իր աչքերին։ Ինչ-որ քոսոտ ծերուկ համարձակվել էր դիպչել իր իրերին, համարձակվել էր հավակնել իր տեղին։ Վիրաբույժը դադարեցրեց խնձոր մաքրելը։ Նա նստեց հետաքրքրությամբ հետևելով կատարվածին։ Նրա աչքերում չար կայզեր բռնկվեցին։ Նա սիրում էր, երբ գամփրը մեկին կոտրում էր։ Դա նրանց սիրելի զվարճանքն էր։ «Դու ինչ է, անմահ ես, հայրիկ», ցածր մռնչաց գամփրը։ Նրա ձայնը նման էր քարերի շփման ձայնին։ «Դու ափերդ խառնել ես, թե ապրելդ ձանձրացրել է»։ Պապը չպատասխանեց։ Նա հանգիստ նստեց ազատված տեղում, իր պարկը դրավ կողքին և արձակեց բաճկոնի վերև կոճոկը։ Նա իրեն պահում էր այնպես, ասես դատարկ սենյակում լինի, այլ ոչ թե գազանների որջում։ Գամփրը վեր կացավ իր ողջ հսկայական հասակով։ Նա կախվեց ծերունու վրա ինչպես ժայռ։ Նրա բռունցքները սեղմվեցին, վզի երակներ ուռան։ «Ես քեզ հետ եմ խոսում, փտած», որոտաց գամփրը, և նրա ձայնի արձագանքը հետ մղվեց բետոնե պատերից։ «Շուտ վեր կաց»։ Պապը դանդաղ բարձրացրեց աչքերը։ Նա նայեց ուղիղ հսկայան դեմքին։ Այդ հայացքում այնպիսի սառցի անդուն կար, որ գամփրը մի վայրկյան տեղում կորավ, բայց կատաղությունը հաղթեց։ «Դու ով ես, որ ինձ հրահանգես», հարցրեց պապը։ Նրա ձայնը հանդար էր, մի քիչ խռպոտ, բայց դրա մեջ պողպատ էր հնչում։ «Ես ներս մտա, ես նստեցի։ Տեղը զբաղեցված էր իրերով, այլ ոչ թե մարդով։ Իրերը տեղը հատակին է կամ պայուսակում, մարդկանց տեղը մահճակալին»։ Վիրաբույժը ծիծաղեց։ Դա չոր հաճող հիշեցնող ծիծաղ էր։ «Լսում ես, գամփր, նա քեզ կյանք է սովորեցնում, այս պապը քեզ կյանք է սովորեցնում», գրգռեց նա ցատկելով իր տեղից և մոտենալով։ «Թվում է մեզ ուսուցիչ են ուղարկել»։ Գամփրը էլ ավելի մորեղնեց։ Նրա հեղինակությունը, որը նա կառուցել էր բռունցքներով ու վախով, համավեցնոցների աչքի առաջ փշրվում էր։ Եթե նա հենց հիմա չպատժի այս հանդուկնին, նրանից այլևս չեն վախենա, իսկ դա անթույլատրելի էր։ «Հիմա ես քեզ կսովորեցնեմ», շշնջաց գամփրը։ «Հիմա դու ինձ մոտ կսովորես, թե ինչպես են լեզվով հատակը լվալում»։ Նա քայլ առաջ դեպի ծերունին, բարձրացնելով հսկայական ափը հարվածելու համար։ Նա ուզում էր պարզապես տապալել հանդուկնին մահճակալից, հետո տակը գցելով տփել ոտքերով։ Դա նրա սովորական մարտավարություն էր՝ ճնշել, կոտրել, ջոչնչացնել բարոյապես և ֆիզիկապես։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ ոչ ոք չէր սպասում։ Պապը չցնցվեց, ձեռքերով չփակվեց, չփորձեց փախչել։ Այն պահին, երբ գամփրի ձեռքը գնաց ներքև, ծերունին մարմնով մի հազիվ նկատելի շարժում արեց։ Հարվածը, որը պետք է փշրեր նրա ծնոտը, անցավ դեմքից միլիմետրերի վրա, և հենց այդ պահին պապը բռնեց գամփրի դաստակը։ Նրա մատները, չոր ու կարծր, ինչպես հին ծառի արմատները, խրվեցին հսկայի ձեռքի մեջ։ Դա պարզապես բռնվածք չէր, դա ճշգրիտ հարված էր ցավային կետին։ Գամփրը մռնչաց։ Ցավն այնպիսին էր, ասես ձեռքի մեջ շիկացած մեխ էին խրել։ Նրա ծնկները ծալվեցին։ Պապը թույլ չտվեց նրան ուշքի գալ։ Նա ձեռքը քաշեց դեպի իրեն, հակառակորդին հանելով հավասարակշռությունից և ափի կարճ պինդ հարվածով խփեց գամփրի արմնկային հոդին։ Չոր կոտրվածքի ձայն լսվեց։ Գամփրը ճչաց արդեն ոչ թե կատաղությունից, այլ վայրի ցավից։ Բայց սա դեռ վերջը չէր։ Պապը, առանց տեղից վեր կենալու, մատների հոդերով երկրորդ հարվածը հասցրեց ուղիղ արևային հյուսակին։ Հարվածը կարճ էր, առանց թափ առնելու, բայց դրա մեջ կենտրոնացված էր վարպետի էներգիան։ Գամփրը, այդ հսկա անպարտելի աղբերը, փռվեց հատակին ինչպես կտրված կաղնի։
Նա օդ էր որսում բերանով, դեմքը կապտեց, աչքերը դուրս պրծան վարդակներից։ Նա գալարվում էր հատակին, բռնելով կոտրված ձեռքը և փորձելով շունչ քաշել։ Խցիկում մեռելային լռություն տիրեց։ Նույնիսկ վեցնոցները դադարեցին շնչել։ Վիրաբույժը, որը հենց նոր ծիծաղում էր, քարացել էր բերանը բաց։ Նրա դանակը ձեռքից ընկավ և զնգաց բետոնե հատակին։ Պապը հանգիստ թափ տվեց ձեռքը, ասես փոշի էր մաքրում, և նայեց վիրաբույժին։ «Վերցրու», ասաց նա, գլխով ցույց տալով դանակը։ Վիրաբույժը կանգնած էր, չկարողանալով շարժվել։ Նրա ուղեղը հրաժարվում էր հավատալ կատարվածին։ Գամփրը, որը մարդկանց լուցկու պես կոտրում էր, թավալվում էր այս ծերունու ոտքերի տակ և օռնում ինչպես ծեծված շուն։ «Ես ասացի վերցրու գրիչդ», կրկնեց պապը, և նրա ձայնի մեջ մետաղյա նոտեներ հայտնվեցին։ «Թե միայն խնձոր մաքրել գիտես»։ Վիրաբույժը ենթարկվելով ինչ-որ կենդանական բնազդի հետ գնաց։ Նա հասկացավ, որ իր առջև պարզապես ծերունի չէ, իր առջև մահն էր, մահը, որը եկել էր տկար թոշակառուի կերպարանքով։ «Ո՞վ ես դու», հազիվ արտաբերեց վիրաբույժը, նրա ձայնը դողում էր։ Պապը քմծիծաղ տվեց, բայց ժպիտը չդիպավ նրա աչքերին։ «Իմ անունը քեզ ոչինչ չի ասի, լակոտ», արտասանեց նա և դադար տվեց, զննելով խցիկը։ «Դաժան»։ Լռությունը ավելի խտացավ։ Անունն ընկավ խցիկի տարածության մեջ, ինչպես ծանր քարը ջրի մեջ։ Անկյունի վեցնոցները սկսեցին փսփսել։ «Դաժանը, հենց ինքը», շշնջաց նրանցից մեկը, «80-ականներից է, լեգենդ է»։ Վիրաբույժը գունատվեց, նա լսել էր այդ անունը։ Դրանք պատմություններ էին, որոնք պատմում էին հին գողերը կրակի շուրջ, տեղափոխման բանտերում։ Դաժանը հին դպրոցի գող էր, քարե մարդ, ով վախի մեջ էր պահում ամբողջական գոտեր, ոչ թե մկանների ուժով, այլ հոգու հզորությամբ և բացարձակ, անողորմ արդարությամբ։ Ասում էին, որ նա անհետացել է, հեռացել գործերից, մահացել, բայց նա այստեղ էր, կենդանի և շատ վտանգավոր։ Հատակին ընկած գամփրը սկսեց ուշքի գալ։ Ցավը մի փոքր նահանջեց, տեղի տալով կատաղությանը և նվաստացմանը։ Նա չէր լսել խոսակցությունը։ Նա գիտեր միայն մի բան՝ իրեն նվաստացրել են, և նա պետք է լվանա այդ նվաստացումը արյունով։ Խռպոտ մռնչյունով նա ազատ ձեռքով մեկնվեց դեպի իր կոշիկը։ Այնտեղ, երկարաջիթքի հետևում, թաքցված էր զատոչկան, ամրանից պատրաստված երկար, սուր սրված շամփուրը։ Զենքը ստոր, արգելված, բայց մահացու։ «Կսպանեմ», խրխրաց գամփրը, դուրս քաշելով զատոչկան և փորձելով վեր կենալ։ Վիրաբույժը ուզում էր գոռալ նրան. «Կանգ առ», բայց չհասցրեց։ Գամփրը նետվեց պապի վրա։ Նա վիրավոր էր, բայց կատաղությունը ուժ էր տալիս։ Զատոչկան փայլեց օդում ուղղված ծերունու պարանոցին։ Պապը նույնիսկ վեր չկացավ։ Նա պարզապես թեթևակի շեղվեց մի կողմ, բաց թողնելով հսկայական մարմնի իներցիան իր կողքով։ Եվ այն պահին, երբ գամփրը թռչում էր կողքով, պապը ափի կողային մասով հարվածեց նրա վզին ծոծրակից մի փոքր ներքև։ Գամփրը երեսնիվայր կռվեց հատակին և լռեց։ Զատոչկան զնգոցով թռավ անկյուն։ Պապը դանդաղ վեր կացավ։ Հիմա նա ավելի բարձրահասակ էր թվում, ուսերը ուղղվեցին։ Նա մոտեցավ անգիտակից պառկած գամփրին, արհամար հանքով քայլեց նրա վրայով և ուղղվեց դեպի ուտելիքով սեղանը։ Վերցրեց երշիկի մի կտոր, հոտ քաշեց, գլուխը տարուբերեց։ «Լավ եք ապրում», ասաց նա դիմելով պատին սեղմված վիրաբույժին։ «Յուղոտ», իսկ անկյունում տղերքը դատարկ ջուր են խմում։ Վիրաբույժը լռում էր, նա ասելիք չուներ։ Պապը սկսեց զննումը, նա գործում էր մեթոդաբար և արագ։ Բացեց սեղանի դարակը, թափ տվեց գամփրի պայուսակի պարունակությունը։ Լույս աշխարհ դուրս եկան սիգարետների բլոկներ, թեյի տուփեր, փողեր, փաթաթված ցելոֆանի մեջ։ Շատ փողեր։ «Օփշակ է», հարցրեց պապը, բարձրացնելով թղթադրամների կապոցը։ Վիրաբույժը գլուխ արեց, նա չէր կարող ստել այս մարդուն։ «Եվ դուք, առնետներդ, այս օփշակն էիք կրծում, լափում էիք երկու կոկորդով, մինչ մյուսները սոված էին, խլում էիք թույլների փոխանոցները, պերեդաչաները»։ Դա հռետորական հարց էր, խցիկում բոլորը գիտեին պատասխանը։ Գամփրն ու վիրաբույժը այստեղ իրենց կարգերն էին հաստատել։ Նրանք կողոպտում էին նորեկներին,
турք էին պահանջում անգիստ կյանքի համար, յուրացնում էին այն փողերը, որոնք հավաքվում էին պատժախչում նստածների ու հիվանդների համար։ Դա ամենասարսափելի հանցագործությունն էր գողական աշխարհում, առնետություն, սեփականներից գողանալը։ Պապը մոտեցավ շեստյորնակներին։ «Վեր կացեք», ասաց նա մեղմ։ Երեք տղաները թռան տեղերից ձգվելով։ «Ինչքան ժամանակ է սա շարունակվում», հարցրեց նա։ «Կես տարի, հորեղբայր դաժան»։ «Այսինքն դաժան», շփոթված սկսեց նրանցից մեկը, վախեցած աչքերով մի երիտասարդ։ Հենց գամփռին այստեղ տեղափոխեցին, նրանք միանգամից բոլորին իրենց տակ գցեցին։ Ով դեմ էր խփում էին, ուժեղ խփում էին, երկուսին սանմաս տարան, մեկին իջեցրին։ Պապի դեմքը քարացավ։ Իջեցրին ճշմարտության համար, վերը հարցրեց նա։ Այո, նա ասաց, որ չկարելի այդպես վարվել օբշակի հետ։ Նրանք էլ գիշերը… Տղան լռեց, գլուխը քախելով։ Պապը գլուխ արեց, նրան դա բավական էր։ Նա վերադարձավ սեղանի մոտ, մաքուր թղթի մի կտոր պորեց ինչ-որ տետրից, գրպարից հանեց քիմիական մատիտի մի կտոր։ «Նստիր», հրամայեց նա վիրաբույժին։ Վերջինս հնազանդ նստեց մահճակալի եզրին, փորձելով չնայել գամփրի անշարժ մարմնին։ «Գրիր», ասաց պապը։ «Ինչ գրեմ», դողացող ձայնով հարցրեց վիրաբույժը։ «Գրիր բացատրագիր բրատվայի համար։ Ինչքան եք վերցրել, ումից, երբ, բոլորը մինչև վերջին կոպեկը, բոլոր փոխանցումները, որ թաքցրել եք, եւ այն տղայի մասին գրիր, ում կոտրել եք»։ Վիրաբույժը սկսեց դողալ։ «Դաժան, պետք չէ, մի կործանիր, մենք ամեն ինչ հետ կտանք, կրկնակի հետ կտանք, ես դրսում փողեր ունեմ, ամեն ինչ կփակեմ, միայն թե մալյավա, նամակ, մի գրիր, դա մահ է, մեզ կմորթեն»։ Բանտային աշխարհում չկա ավելի վատ բան, քան առնետ եւ բեսպրեդելշիկ հայտարարվելը։ Եթե այս տեղեկությունը դուրս գար խցիկից, հաստատված այնպիսի հեղինակության կողմից, ինչպիսին դաժանն էր, ապա գամփրին ու վիրաբույժին սպասվում էր սարսափելի ճակատագիր։ Նրանց ոչ թե պարզապես կսպանեին, այլ կվերածեին վտարյալների։ Նրանց կյանքը կվերածվեր դժոխքի, որի համեմատ մահը փրկություն կթվար։ «Քո կեղտոտ փողերն ինձ պետք չեն», կտրեց պապը, «եւ բրատվային էլ պետք չեն։ Պատիվը հնարավոր չէ գնել։ Դու կարծում ես, թե այստեղ թագավոր ես, թե ուժը ամեն ինչ է։ Դու մոռացել ես գլխավոր կանոնը։ Ուժը ճշմարտության մեջ է, իսկ ճշմարտությունը հիմա քո կողմը չէ»։ Գամփրը սկսեց ուշքի գալ։ Նա հառաչեց, փորձելով բարձրացնել գլուխը։ Պապը մոտեցավ նրան, կքանաստեց։ «Արթնացալ հերոս», հարցրեց նա։ «Լսիր ուշադիր։ Հիմա քո ընկերն ամբողջական խոստովանություն է գրում, իսկ հետո ես կգրեմ իմ կողմից կենտրոնականի նայողին»։ Գամփրի աչքերը լայնացան սարսափից։ Նրա ողջ գոռոզությունը, նրա կեղծ հզորությունը անհետացան։ Պապի առջև պառկած էր պարզապես սարսափահար, կոտրված մի մարդ։ «Ներիր, հայրիկ», խրխրաց գամփրը։ «Սատանան դրդեց, մի կործանիր, ամեն ինչ կանեմ, ոտքերդ կլվանամ»։ «Ինձ ստրուկներ պետք չեն», զզվանքով ասաց պապը։ «Ինձ մարդիկ են պետք, իսկ դուք դադարեցիք մարդ լինելուց, երբ սկսեցիք հացը խլել սովածներից»։ Պապը վեր կացավ եւ շրջվեց դեպի վեցնոցներ։ «Հավաքեք այս ամենը»։ Նա ցույց տվեց ուտելիքն ու սիգարետները։ «Հավասար բաժանեք բոլորի միջև եւ պատրաստեք փոխանցում պատժախցի համար։ Այնտեղ հիմա տղերք են նստած, նրանց ավելի շատ է պետք»։ Տղաները նետվեցին հրամանը կատարելու։ Նրանք նայում էին պապին իբրև Աստծո։ Կես ժամում նա շրջեց նրանց աշխարհը, ոչնչացրեց բռնականներին եւ վերադարձրեց արդարությունը։ Պապը նստեց սեղանի մոտ, վերցրեց մատիտը դողացող վիրաբույժից եւ սկսեց գրել ինքը։ Նրա ժեղարգիրը հավասար, հստակ։ Նա գրում էր կարճ, ըստ գործի, առանց էվելոտ էմոցիաների։ Նա շարադրում էր փաստերը, առնետության, բեսպրեդելի փաստերը, մարդկային համակեցության բոլոր հնարավոր եւ անհնար օրենքների խախտման փաստերը։ «Ուղղջունում եմ արժանապատիվ ժողովրդին», գրում էր նա թղթի վրա։ «Տեղեկացնում եմ ձեզ, որ 118-րդ խցիկում հայտնաբերվել է առնետություն եւ բեսպրեդել»։ Վիրաբույժը լաց եղավ։ Նա փակեց դեմքերը ձեռքերով եւ կամաց օռնում էր, օրորվելով կողքի կողք։ Նա հասկանում էր, որ սա վերջն է։ Նրա կյանքը, ինչպես որ ինքը գիտեր, ավարտվեց։ Ավարտելով գրելը, պապը թուղթը փաթաթեց բարակ խողովակի պճև։ Նա մոտեցավ օդափոխության շտքին, որտեղ հաստատված էր ջանակը, խցիկներ միջև պարոնային կապի համակարգը։
Ով կա կապի մեջ, ցածրաձայն գոռավ նա։ 120-ն է, այնտեղից հնչեց խուլ արձագանք։ Վերցրեք մալյավա նայողի համար, շտապ, դաժանից։ Դաժանից, ձայնը խողովակի մեջ դողաց հարգանքով։ Վերցրի, ուղարկի։ Պապը նամակը կապեց պարանին եւ 2 անգամ ձգեց։ Պարանը ձգվեց եւ արագ սողաց վերև, իր հետ տանելով 2 նախկին թագավորների դատավճիռը։ Այն բանից հետո, երբ ճանապարհի բարակ թելը տարավ դատավճիռը, 118-րդ խցում տիրեց մի նոր շոշափելի լռություն։ Այն տարբերվում էր նրանից, ինչ կար սկզբում, երբ պապը նոր էր ներս մտել։ Այն մեկը լցված էր ագրեսիայով եւ բռնության սպասումով։ Սա արդեն խորը շոկ էր, կատարվածի անդառնալիության գիտակցում եւ վախ անհայտությունից, որն այժմ որոշելու էր նրանց ապագան։ Գամփրն ու վիրաբույժը, որոնք նախկինում լի էին լկտիությամբ եւ ինքնավստահությամբ, հիմա սոսկ իրենք ստվերներն էին, սեղմված սառը պատին։ Ասես նրանց զրկել էին ոչ միայն իշխանությունից, այլև հենց շարժվելու հնարավորությունից։ Պապը հեռացավ օդափոխության ցանցից։ Նրա դեմքը մնում էր հանգիստ, բայց աչքերը վառվում էին ներքին կրակով։ Նա նստեց իր օրինական մահճակալին, որն այժմ ոչ ոք չէր համարձակվի վիճարկել։ Պարկից հանեց մի փոքրիկ մաշված աղոթագիրք եւ առանց այն բացելու մատներով անցավ կազմի վրայի մաշված տառերի վրայով։ Դա նրա անձնական ծեսն էր, մտքերը հավաքելու միջոց դաժան պայմաններում անցկացրած այդքան տարիներից հետո։ Նրա համար սա պարզապես պատիժ չէր, այլ խաթարված հավասարակշռության վերականգնում, անխուսափելի, թեև դաժան արդարության ակտ։ Խցիկի մյուս 3 բնակիչները՝ Մանուկը, Գիտունը եւ Գնչունը, նստած էին պատերին սեղմված, փորձելով ուշադրություն չգրավել։ Նրանց աչքերում կարդացվում էր երկյուղածության, վախի եւ ինչ-որ նոր դեռ մինչև վերջ չգիտակցված թեթևության խառնուրդ։ Նրանց աշխարհը, որը հիմնված էր վախի եւ բեսպրեդելի վրա, մեկ երեկոյում փլուզվեց, իսկ դրա փլատակների վրա լռելյան վեր էր խոյանում մի նոր, դեռ ոչ այնքան հասկանալի կարգ։ Թեյ կխմենք, արտասանեց պապը խզելով ճնշող լռությունը։ Նրա ձայնը հավասար էր, առանց հաղթանակի որևէ նոտայի։ Եվ կզրուցենք։ Մանուկը, երեքից ամենաերիտասարդը, երկչոտ վեր կացավ եւ մոտեցավ սեղանին, որի վրա պապը հենց նոր բաշխել էր գամփռից արգրավված մթերքները։ Ինչ է լինելու հիմա, հորեղբայր դաժան, հարցրեց նա։ Նրա ձայնը դողում էր։ Պապը նայեց նրան։ Հիմա կապրենք մարդավարի, ինչպես պայմանավորվել ենք։ Գամփռն ու վիրաբույժը կքավեն իրենց մեղքերը։ Դուք էլ տղեկ կաշխատեք, բայց ուրիշ ձևով կսովորեք։ Նա մատնացույցած սիգարետներն ու երշիկը։ Այս ամենը օբշակից էր, ըռետնեություն, բայց ես վերջինը խլելու կողմնակից չեմ։ Հասկանությունը մնում է հասկանություն, բայց մարդկայնությունն էլ ոչ ոք չի չեղարկել։ Ամեն ինչ կբաժանենք հավասար։ Եվ այնինչ փոխանցումից էր, եւ այնինչ սրանցից, նա գլխով արեց գամփռի ու վիրաբույժի կողմը, խլվել է։ Առաջին անգամ ամիսներից ընթացքում վեցնոցները ստացան իրենց բաժինը օբշակից, ոչ թե փշրաններ կամ մնացորդներ, այլ հավասար մաս։ Դա նոր կարգի առաջին, ամենապարզ եւ ամենահասկանալի նշանն էր։ Երբ պապը բաժանեց սիգարետները, նրանք ծխեցին անսովոր հաճույքով, զգալով ոչ միայն ծխախոտի, այլև արդարության համը։ Գամփռն ու վիրաբույժը հետևում էին դրան ինչպես ուրվակներ ուրիշի խնջույի։ Նրանց համար սա ավելի վատ էր, քան ցանկացած ծեծ։ Դա հրապարակային նվաստություն էր, կարգավիճակից զրկում, նրանց նոչնության ցուցադրություն։ Նրանք հասկանում էին, որ նայաժի պատասխանը դաժան կլինի, բայց հիմա, այս րոպեին, պապը նրանց համար միակն էր, ով որոշում էր իրենց ճակատագանը։ Եվ այս իշխանությունը, որը հիմնված էր ոչ թե բռունցքների, այլ հեղինակության վրա, նրանց համար անհասանելի էր եւ սարսափելի։ Գիշերն անցավ կիսաքուն վիճակում։ Պապը թվում էր ընդհանրապես չէր քնում։ Նա միայն մի քանի րոպեով փակում էր աչքերը, սուզվելով թեթև մոռացության մեջ, իսկ հետո նորից բացում դրանք, ուշադիր լսելով ամեն մի շրշուն։ Նա գիտեր, որ բանտում թուլանալ չի կարելի ոչ մի վայրկյան, առավել եւս, երբ դու խախտել ես հաստատված, թեկուզ եւ անարդար հիերարխիան։ Առավոտը նրանց դիմավորեց սովորական բանտային զնգոցով ու դղրդյունով։ Ստուգում։ Մայոր Գալյանը, կում, հայտնվեց դռան շեմին։ Նրա հայացքը սահեց գամփրի ու վիրաբույժի վրայով, որոնք հիմա կծկվել էին զուգարանի մոտ, իսկ հետո կանգ առավ պապի վրա, ով հանգիստ նստած էր սեղանի շուրջ։ Էսպես, Գալյանը ներս մտավ խցիկ, նրա հետևից 2 պահակ։
Էս ինչ նոր կարգեր են էստեղ, հարցնում եմ։ Ուր է գամփրը նստած։ Ինչու է էս ծերուկը լավ տեղում։ Պապը դանդաղ վեր կացավ։ Նրա հանգստությունը Գայլյանի վրա ազդում էր ինչպես կարմիր շորը ցուլի վրա։ Բարև պետ։ Պապը գլուխ տվեց, բայց ոչ ցածր, այլ միայն հարգանքի նշան ցույց տալով։ Խցում կարգուկանոն է, կարգուկանոն եւ արդարություն։ Գամփրն ու վիրաբույժը խախտել են հասկացողությունը, առնետություն են արել։ Ես վերականգնել եմ հավասարակշռությունը։ Գայլյանը մորեգնեց։ Նա լավ գիտեր գամփրի առնետության մասին, որովհետև ինքն էլ էր նրանից փայ ստանում։ Հիմա այս ծերուկը քանդել էր նրա անձնական եկամտի աղբյուրը։ Ինձ մի խափիր, որոտաց մայորը, էստեղ դու ոչ ոք ես, քո դաժան անունը ինձ համար ոչինչ չի նշանակում, էստեղ իմ կանոններն են։ Քո կանոնները պետ, պապը հայացքով ցույց տվեց գամփրին ու վիրաբույժին, բերեցին նրան, որ քո խցում առնետներ բուծվեցին, իսկ առնետները, ինչպես հայտնի է, վարակ են տարածում։ Դու ուզում ես, որ ամբողջ գոտին վարակվի, թե ուզում ես, որ էստեղ կարգ լինի։ Պապի խոսքերը հնչեցին որպես բացահայտ մարտահրավեր։ Պահակները լարվեցին, սեղմելով մահակները։ Գամփրն ու վիրաբույժը իրենց անկյունում շունչները պահեցին։ Նրանք հասկանում էին, որ հիմա որոշվում է ոչ միայն պապի ճակատագիրը, այլև իրենց սեփականը։ Գայլյանը մոտեցավ պապին շատ մոտիկ։ Նրա դեմքը այլանդակվել էր բարկությունից։ Ես քեզ հիմա կարծեր կգցեմ, դաժան, դու ինձ մոտ չոր հացի վրա կնստես, մինչև չհասկանաս, թե ով է էստեղ տերը։ Կգցես, հանգիստ համաձայնեց պապը, բայց հիշիր պետ, Մալիավան գնացել է, նայողը տեղյակ է, եւ առնետության մասին, եւ այն մասին, որ գամփրը իմ մարդն է։ Եթե դու սկսես ինձ ճնշել, դա կընկալվի որպես բեսպրեդելշիկների աջակցություն, իսկ նայողները դա չեն սիրում։ Դու չես ուզում, չէ, որ ամբողջ կենտրոնականով մեկ բունտի ալիք բարձրանա ինչ-որ առնետի պատճառով, հատկապես հանձնաժողովի գալուց առաջ։ Գայլյանը կարացավ, նա տենդաղին մարսում էր պապի խոսքերը։ Հանձնաժողով, այս ծերունին որտեղից էր իմացել սպասվող ստուգման մասին։ Եթե իր բանտում բունտ բարձրանա, նրա կարիերան կավարտվի։ Իդա ինչ որ հին գողի պատճառով, ում ինքը թերագնահատել էր։ Ինչ ես ուզում։ Գայլյանը մի քայլ հետ գնաց, նրա տոնը մի փոքր մեղմացավ։ Ես արդեն ասացի, պապը դադար տվեց, կարգ ու կանոն, ըստ արդարության, գամփրն ու վիրաբույժը կաշխատեն, խցում կլինի մաքուր, առանց կռիվների, առանց թմրանյութերի, առանց շորթման, քեզ հանգստություն եւ լավ ստատիստիկա, ինձ հնարավորություն նստել ժամկետս առանց ավելորդ գլխացավանքի։ Գայլյանը ծանր հառաչեց։ Նա բարկացած էր, բայց հիմար չէր։ Նայողի հետ վիճելը, այն էլ հանձնաժողովից առաջ, ինքնասպանություն էր։ Իսկ դաժանը, ինչպես պարզվեց, մի մարդ էր, ում հետ ստիպված էին հաշվի նստել։ Լավ, փնթփնթաց Գայլյանը, ապրիր առայժմ, բայց իմացիր, մի քայլ ձախ, մի քայլ աջ, կա փտեցնեմ կարծերում։ Պայմանավորվեցինք, պապը գլխով արեց, կարգի համար պատասխանատու եմ։ Գայլյանը վերջին ատելությամբ լի հայացքը նետեց պապի վրա, հետո գամփրի ու վիրաբույժի եւ առանց այլևս մի բառ ասելու դուրս եկավ հացից։ Դուռը զնգոցով փակվեց։ Տիրեց անդոր։ Մանուկը, գիտունը եւ գնչուն թեթևացած շունչ քաշեցին։ Գամփրն ու վիրաբույժը դանդաղ սողացին պատի երկայնքով դեպի հատակ։ Նրանք հասկանում էին, որ Գայլյանը չի փրկի։ Նրանց ճակատագիրը որոշված էր։ Պապը նորից նստեց սեղանի մոտ, իր կողմը քաշեց սառած թեյով բաժակը։ Դե ինչ բռատվա, ասաց նա դիմելով երիտասարդներին։ Կյանքը շարունակվում է, եւ այն սկսվում է կարգ ու կանոնից։ Նա շրջվեց դեպի գամփրը։ Լսեցիր ինչ ասացի պետին։ Հատակը պետք է փայլի, վերցրու շորը։ Իսկ դու վիրաբույժ, նա ցույց տվեց կեղտոտ լվացքով դույլը։ Քո ժամը եկավ, լվացարար կլինես, եւ այնպես անես, որ ամեն մի կարը մաքուր լինի։ Դա ձեր քավության գինն է։ Գամփրը, այդ հսկայական անշնորհք աղբերը դժվարությամբ վեր կացավ։ Նրա մարմինը ցավում էր, բայց ել ավելի շատ ցավում էր նրա ինքնասիրությունը։ Սակայն նա չհամարձակվեց չի ենթարկվել։ Նա հնազանդ քարշեկավ դեպի կեղտոտ շորերով դույլը։ Վիրաբույժը, գունատ ու դողդոջուն, սկսեց տեսակավորել կեղտոտ սպիտակեղենը։
Դա սարսափելի էր նրանց համար, ավելի վատ քան ցանկացած ծեծ, դա իջեցում էր մինչև արհամարվածների մակարդակ։ Բայց դա նրանց շանսն էր, շանս չսպանվելու համակարգի և մյուս բանտարկյալների կողմից։ Վերկացը նույն ժամին էր, մարզանք, մաքրություն, յուրաքանչյուրը պետք է կատարեր աշխատանքի իր մասը։ Գամփրն ու վիրաբույժը սկզբում սաբոտաժ էին անում, փորձում էին ամեն ինչ անել մատների արանքով, բայց պապն անդրդվելի էր։ Նա չէր գոռում, չէր խփում, նա պարզապես նայում էր։ Նրա հայացքն ավելի ծանր էր, քան ցանկացած բռունցք։ Եվ երբ Գամփրը փորձում էր խուսափել աշխատանքից, պապը պարզապես ասում էր. «Ուզում ես նայողն իմանա, որ դու ոչ միայն առնետ ես, այլև փտած աշխատող, այդ դեպքում շարունակիր, ես չեմ զլանա նամակ գրել»։ Եվ դա բավական էր։ Աստիճանաբար, շատ դանդաղ, Գամփրն ու վիրաբույժը սկսեցին փոխվել։ Ոչ թե նրա համար, որ նրանք հանկարծ համակվեցին արդարության գաղափարներով, այլ որովհետև դա գոյատևելու միակ միջոցն էր։ Նրանք կատարում էին ողջ կեղտոտ աշխատանքը, լվանում էին հատակները, մաքրում զուգարանը, լվանում հագուստը։ Դա նվաստացուցիչ էր, բայց դա նրանց ինչ-որ թույլ հույս էր տալիս ապագայի համար։ Նրանք սկսեցին հասկանալ, որ այս աշխարհում կա ուժ, որն ավելի բարձր է, քան իրենց բռունցքներն ու ստորությունը։ Պապն ինքը կենտրոնացել էր երիտասարդների դաստիարակության վրա։ Նա նրանց քարոզներ չէր կարդում, նա պատմություններ էր պատմում։ Պատմություններ իր կյանքից, հին դպրոցի այլ գողերի կյանքից, բանտերի պատմությունից։ «Ինչի համար ես նստած գիտուն», հարցրեց նա մի երեկո, երբ նրանք թե էին խմում, որն այժմ բաժանվում էր հավասար։ Գիտունը ակնոցով նիհար տղան բարձրացրեց գլուխը։ «Հակերության համար, հորեղբայր դաժան։ Մի բանկ կոտրեցի, ոչինչ չգողացա, պարզապես համակարգի մեջ ծակ գտա։ Ուզում էի իրենց հայտնել, աշխատանք ստանալ, իսկ նրանք ինձ 15 տարի տվեցին 178-րդ հոդվածով»։ Պապը գլուխը տարուբերեց։ «Խելացի տղա ես գիտուն, բայց միավիտ, բանկերն իրենց փողերը չեն ներում։ Նրանք կարծում են, որ եթե դու իրենց համակարգը բացել ես, դու արդեն թշնամի ես։ Բայց գլուխդ պայծառ է, դա լավ է, այստեղ այն քեզ պետք կգա։ Գրքեր կարդա գիտուն, իրավաբանական օրենսգրքեր։ Այստեղ շատերն են անարդար նստած, բայց գրագետ չեն։ Օգնիր նրանց բողոքներ գրել, վերաքննիչ դիմումներ, օգտակար մարդ կլինես, քեզ եւ այստեղ կհարգեն եւ դրսում չես կորչի։ Գիտելիքը նույնպես ուժ է, երբեմն նույնիսկ բռունցքից էլ հզոր»։ Գիտունի աչքերը բռնկվեցին, նա զգաց, որ գործ ունի անելու։ Այդ օրվանից նա սկսեց բանտապահերից հին թերթեր, ամսագրեր, իրավաբանական գրքեր խնդրել, որոնք երբեմն հաջողվում էր ձեռք բերել։ Նա կարդում էր անհագորեն, նշումներ էր անում, եւ շուտով դարձավ տեղի իրավաբանը, օգնելով խցակիցներին գրագետ դիմումներ գրել։ Նրա սուր միտքը, որը նախկինում փակված էր վիրտուալ աշխարհի շրջանակներում, այժմ գտավ գործնական կիրառություն, հարգանք առաջացնելով նույնիսկ բանտապահերի մոտ, երբ գիտունն օգնում էր ձևակերպել զեկուցագրերը, գտնելով իրավաբանական նրբերանգներ։ Գնչիու հետ ավելի դժվար էր։ Նա մոտ 30 տարեկան էր եւ նստած էր ավազակության համար։ Տաքարյուն էր, իմպուլսիվ, վատ համբավով եւ շքեղ ապրելու ցանկությամբ։ «Իսկ ես, հորեղբայր դաժան, դուրս կգամ ու նորից իմը կվերցնեմ», պարծտենում էր Գնչուն։ «Կյանքը մեկն է, ուզում եմ մաքենաներ, աղջիկներ, ոսկի»։ Պապը նրան նայեց տխրությամբ։ Շքեղ ապրել, իսկ դու տեսար Գամփրն ինչպես էր շքեղ ապրում։ Երշիկ էր լափում, մինչ մյուսները սոված էին։ Ու հիմա որտեղ է։ Անկյունում, շորը ձեռքին։ Այ դա է քո շքեղ կյանքը։ Գնչուն նայեց Գամփրին, որն այդ պահին հառաչելով լվացարանում ինչ-որ մեկի հագուստն էր լվանում։ Գամփրի տեսքը խղճուկ էր։ «Ուժը, որդյակ, խլելու մեջ չէ», շարունակեց պապը։ «Ուժը տալու մեջ է։ Իսկական գողը տատիկի քսակը չի գողանում, նա համակարգն է կթում, հարուստներին, որոնք իրենք են գող։ Իսկ բեսպրեդիելը, ավազակությունը, դա շնագայլերի համար է։ Ուզում ես գայլ լինել, սովորիր մտածել, այլ ոչ թե բռունցքներ թափահարել։ Հարգանքը վաստակում են ոչ թե վախով, այլ արարքներով։ Հիշիր սա, այլապես քո ողջ շքեղ կյանքը կավարտվի ինչպես Գամփրինը, անկյունում, շորը ձեռքիդ եւ մարդկանց աչքերում արհամարհանքով»։ Գնչուն դարձավ ավելի մտախոհ։ Նա դեռ երազում էր շքեղ կյանքի մասին, բայց հիմա նրա երազանքներում հայտնվեց մի նոր տարր՝ արժանապատվություն։ Նա սկսեց մարզվել, բայց արդեն ոչ թե նրա համար, որ վախեցնի, այլ որպեսզի իրեն ուժեղ եւ առողջ զգա։ Պապը նրան սովորեցնում էր պարզ վարժություններ, որոնք կարելի էր անել խցում, եւ Գնչուն իր բնական ուժով արագ հաջողությունների էր հասնում։ Նա նույնիսկ սկսեց ուրիշներին սովորեցնել, դառնալով ֆիզիկական պատրաստվածության ոչ պաշտոնական հրահանգիչ։ Մանուկը, ամենակրտսերը, նստել էր հիմարության պատճառով,
մեքենայից մագնիտոֆոն գողանալու համար։ Նրան փոքր ժամկետ էր սպասվում, բայց բանտը կարող էր նրան կոտրել կամ դարձնել դաժան։ Պապը նրա մեջ տեսնում էր մաքուր հոգի, որը դեռ չէր հասցրել դաժանանալ։ «Դու շուտով դուրս ես գալու, մանուկ», ասաց նրան պապը մի օր։ «Երբ դուրս գաս, հետ մի նայիր, մոռացիր այս կյանքը։ Սովորիր, աշխատիր, ընտանիք կազմիր եւ երբեք այստեղ մի վերադարձիր։ Այստեղ ոչինչ չկա բացի ցավից եւ կորուստներից։ Ամեն մի օրը, որ անցկացնում ես փշալարերի հետևում, քո կյանքի կորսված օրն է»։ Մանուկը լսում էր պապին ինչպես իր հորը։ Նրա մեջ արթնանում էր կյանքը փոխելու ցանկություն։ Նա դարձավ ավելի կոկիկ, ուշադիր, սկսեց օգնել գիտունիին, գնչուին, խորամուղ լինել նրանց խնդիրների մեջ, սատարել նրանց։ Նա նրանց միջև կապող օղակ էր, նոր կոլեկտիվի յուրատեսակ դեսպանը։ Նրա պատանեկան էներգիան այժմ ուղղված էր ստեղծելուն, այլ ոչ թե քանդելուն։ Նա նույնիսկ սկսեց նկարել թղթի կտորների վրա, պարզ, բայց անկեղծ բնապատկերներ, հիշելով ազատությունը։ Պապը խրախուսում էր դա։ Ստեղծագործությունը, ասում էր նա, սովորեցնում է հոգին տեսնել գեղեցկությունը, այլ ոչ միայն կեղտը։ Անցավ եւս 2 շաբաթ։ 118-րդ խցում կայունացավ կյանքը։ Նա վերածվեց կարգուկանոնի եւ հարաբերական ներդաշնության մի կղզակի, բանտային ընդհանուր քաոսի մեջ։ Գամփրն ու Վիրաբուժն այսօր էլ ապրում էին իրենց անկյունում, շարունակում էին կատարել իրենց աշխատանքը, բայց արդեն առանց նախկին հորդորների ու բողոքների։ Պապը թույլ չէր տալիս նրանց ծաղրել, բայց եւ կարեկցանք չէր ցուցաբերում։ Նա արդար էր, բայց անողոք նրանց հանդեպ, ովքեր անցել էին սահմանը։ Գամփրը, որն սկզբում կոտրվել էր ֆիզիկապես, աստիճանաբար սկսեց սովորել իր նոր կարգավիճակին։ Նվաստությունիչ աշխատանքը, որը նա նախկինում դնում էր ուրիշների վրա, հիմա իր բաժինն էր։ Բայց պապը, նկատելով նրա ջանասիրությունն ու նախկին լկտիության բացակայությունը, երբեմն նրան էր տալիս մի կտոր ճարպ կամ ավելորդ սիգարետ։ Դրանք փոքրիկ, բայց կարևոր ժեստեր էին, որոնք ցույց էին տալիս Գամփրին, որ նա վերջնականապես կորած չէ աշխարհի համար։ Նրա աչքերում երբեմն զղջման ստվեր էր հայտնվում։ Նա սկսեց լսել պապին պատմությունները, եւ դրանք թվում էր արձագանք էին գտնում նրա կոշտացած հոգիում։ Բայց Վիրաբույժը, լինելով ավելի խորամանկ ու նենգ մարդ, քան Գամփրը, չէր հաշտվել։ Նա չէր մոռացել նվաստացումն ու պարտությունը։ Նրա ուղեղը մշտապես միջոց էր փնտրում ամեն ինչ իր տեղը վերադարձնելու կամ գոնե վրեժ լուծելու համար։ Բացահայտ դիմակայությունն անհնար էր, բայց Վիրաբույժը ստոր խաղերի վարպետ էր։ Նա որոշեց, որ պապին պետք է հեռացնել ոչ թե ուժով, այլ խորամանկությամբ։ Նրա մտքում մի պլան հղացավ։ Շուտով պետք է լիներ շմոն, պլանային խուզարկություն։ Դա իդեալական ժամանակ էր։ Վիրաբույժը սպասեց այն պահին, երբ պապը գնաց զուգարան, խցի առանձնացված անկյունը։ Այդ 2 շաբաթվա ընթացքում Վիրաբույժը հասցել էր գտնել ու թաքցնել մի ժանգոտ մեղ, աննկատելի, բայց հմուտ ձեռքերում վտանգավոր զատոչկա։ Քանի դեռ պապը չկար, Վիրաբույժը կայծակնային արագությամբ մտցրեց մեխը պապի ներքնակի պատրվածքի մեջ, այնտեղ, որտեղ այն հեշտ էր գտնել, բայց որտեղից այն կարելի էր հետո նաև սխալմամբ հանել։ Երիտասարդներից ոչ ոք դա չնկատեց։ Նրանք զբաղված էին նարդի խաղալով։ Գամփրը քնած էր կամ ձևացնում էր։ Վիրաբույժն էլ վստահ էր, որ իրեն ոչ ոք չի տեսել։ Նա զգում էր նախկին իշխանության ներհոսքը, կանխազգալով դաժանի անկումը։ 1 ժամ անց, ինչպես ըստ չացուցակի, խցի դուռը բացվեց։ Ստուգում, բոլորը դուրս միջանցք, ձեռքերը մեջքի հետևում։ Խցի մեջ մտան բանտապահները այն նույն ենթասպայի գլխավորությամբ, որը եղել էր անցյալ անգամ։ Կալանավորները շարվեցին միջանցքում, դեմքով դեպի պատը, ձեռքերը մեջքի հետևում։ Վիրաբույժը հազիվ էր զսպում չարախինդ ժպիտը։ Հիմա կգտնեն մեխը եւ հին քոսոտը կգնա բետոնե պարկի մեջ։ Իսկ պատժախցում Վիրաբույժն իր մարդիկ ուներ, որոնց նախկինում կերակրում էր։ Նրանք կարող էին պատահաբար նրան հատակին գցել կամ պատահաբար ծեծել մինչև կիսամահ վիճակ։ Խուզարկությունն ընթանում էր իր հունով։ Բանտապահները մեթոդաբար ամեն ինչ տակնու վրա էին անում, ստուգում էին ամեն մի ճշգ։ Վերջապես խցից դուրս եկավ ենթասպան։ Ձեռքին նա բռնել էր ժանգոտ մեխը։ «Ո՞ւմն է», հարցրեց նա ցույց տալով երկաթը։ Նրա հայացքն ուղղված էր բոլորին։ Վիրաբույժը շունչը պահեց, նրա սիրտը թրթրում էր։ «Պատուհանի մոտի ներքնակի մեջ գտա», ավելացրեց ենթասպան, ցույց տալով պապի մաճակալը։ «Իմն է պետ», լսվեց պապի հանգիստ ձայնը։ Նա կանգնած էր ուղիղ, նայելով ենթասպայի աչքերին։ Վիրաբույժը քիչ էր մնում ուրախությունից թրջկոտեր։
Խոստովանեց, ինքնակամ խոստովանեց։ Հիմա պապը հաստատ կգնա պատժախած։ Բայց թույլ տվեք նկատել, շարունակեց պապը շրջվելով դեպի ենթասպան։ Այս մեխը պարկած էր ոչ թե ներքնակի ներսում, այլ եզրին, եւ այն հայտնվել է այնտեղ ուղիղ 10 րոպե առաջ, երբ ես զուգարանում էի։ Ես տեսա, թե ինչպես քաղաքացի կալանավորը վիրաբույժ մականունով այն այնտեղ դրեց։ Ենթասպան հայացքը տեղափոխեց վիրաբույժի վրա։ Վիրաբույժի դեմքը վայրկյանապես փոխվեց։ Նա գունատվավ, աչքերը սկսեցին փախչել։ Ոչ, ստում է ամեն ինչ, ճճճղաց վիրաբույժը։ Նրա ձայնը վերածվեց ճճճղոցի։ Դա իր զատոչկան է, նա ուզում էր մեկին սպանել, նա ինձ էր ուզում սպանել։ Պապը քմծից աղթվեց։ Պետ, դու չէ որ տեսնում ես, մեխը ժանգոտ է, բուտ, սրանով միայն կարակ կարելի է քսել, ինչ սպանություն։ Իսկ ահա պատստավան, դավադրությունը վիրաբույժի ձեռագիր է, եւ դեռ կանչիր մայոր Գայլանին, նա կհասկանա։ Ես նրան կարգուկանոն եմ խոստացել, իսկ նման դավադրություններ անկարգություն են։ Ենթասպան տատանվեց։ Կումին, Գայլանին մեխի պատճառով կանչել չէր ուզում, առավել ևս որ պապի խոսքերի մեջ տրամաբանություն էր։ Ժանգոտ մեխը նման չէր լուրջ զենքի, իսկ դավադրությունն ակնհայտ էր, եւ Գայլանի հիշատակումը, որի հետ պապը պայմանավորվել էր, ինչի մասին լուրերը տարածվել էին միջանցքներով, ստիպեց ենթասպային մտածել։ Լավ, ձեռքը թափտվեց նա։ Մեխը վերցնում ենք, բոլորիդ նախազգուշացում, մտնում ենք հետ։ Վիրաբույժի պլանը տապալվեց շառաչունով։ Նա զգաց, թե ինչպես է աշխարհն իր շուրջը սեղմվում, բայց ամենասարսափելին նրան սպասում էր խցի ներսում։ Երբ դուրը փակվեց, պապը մոտեցավ վիրաբույժին, վերջինս սեղմվեց պատին, սպասելով հարվածի, իմանալով, որ դավադրության համար հասնում է ծանր պատիժ, բայց պապը չսկսեց նրան խփել։ Դու անուղղելի ես, ասաց նա ցածրաձայն։ Նրա ձայնը սառն էր, ինչպես սառույցը։ Ես քեզ շանս տվեցի մարդ դառնալու, իսկ դու նորից քոնն ես անում։ Առնետը մնում է առնետ։ Նա շրջվեց դեպի մյուսները։ Մանուկը, Գիտունը եւ Գնչուն լարված հետևում էին կատարվածին։ Նույնիսկ Գամփռը, որը նոր էր վերադարձել միջանցքից, քարացավ, կանխազգալով ինչ-որ կարևոր բան։ Այսօրվանից վիրաբույժը վտարյալ է, հայտարարեց պապը։ Ոչ ոք նրա հետ չի խոսում, ոչ ոք նրան ձեռք չի տալիս։ Ուտելիքը միայն բոլորից հետո, առանձին ամանից։ Իր իրերը լվանում է ինքը, իր զուգարանը մաքրում է ինքը։ Թող զգա, թե ինչ է նշանակում լինել միայնակ մարդկանց մեջ։ Բանտում չկա ավելի սարսափելի բան, քան միայնակ լինելը։ Դա սարսափելի պատիժ էր, ավելի վատ, քան ցանկացած ծեծ։ Դա հասարակությունից հեռացում էր, բացարձակ վակում։ Խցի փակ տարածության պայմաններում դա անտանելի էր։ Վիրաբույժը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ։ Նույնիսկ Գամփռը, նրա նախկին հանցակիցը, երես թեքեց նրանից։ Գամփռը թեև բութ էր, բայց հասկանում էր, պատստավան դավադրություն էր, ստորություն է։ Այսօր վիրաբույժը դավադրեց պապին, վաղը կդավադրի իրեն։ Եվ Գամփռը հիանալի հիշում էր պապի խոսքերը. առնետը մնում է առնետ։ Այսպես անցավ եւս մի շաբաթ։ Վիրաբույժը դանդաղ մարում էր։ Նա չէր ուտում, գրեթե չէր քնում։ Նրա դեմքը հյուծվեց, աչքերը փոս ընկան։ Նա փորձում էր խոսել ինչ-որ մեկի հետ, բայց ի պատասխան ստանում էր միայն լռություն։ Մանուկը հայացքը թեքում էր, Գիտունը ձևացնում էր, թե կարդում է։ Գնչուն պարզապես արհամարում էր նրան։ Դա տանջալից էր։ Խցիկը, որը նախկինում նրան թվում էր իր փոքրիկ թագավորություն, դարձավ իր սեփական գիտակցության տանջանքների խցիկը։ Նա նայում էր, թե ինչպես են մյուսները շփվում, ծիծաղում պապի կատակների վրա, կիսում վերջին կոնֆետը եւ իրեն զգում էր օտար, մերժված, ինչպես բորոտը։ Նրա միտքը, որն այդքան սուր էր ստորությունների մեջ, անզոր գտնվեց պատժի այս դեպի դեմ։ Մի գիշեր, երբ բոլորն արդեն քնած էին, պապը նստած էր սեղանի մոտ եւ ինչպես սովորաբար կարդում էր իր աղոթագիրքը։ Վիրաբույժը, որը չէր քնում, վեր կացավ հատակից եւ մոտեցավ պապին։ Նա ընկավ ծնկների վրա։ Դաժան, խրխրաց նա խրքից։ Ներիր, չեմ կարող այսպես այլևս։ Ես հասկացա, ես սխալ էի, ես առնետ եմ, փտած մարդ։ Պապը բարձրացրեց աչքերը։ Նրանց մեջ չկար ոչ չարախնդություն, ոչ բարկություն, միայն հոգնածություն։ Հասկացար, հարցրեց նա։ Ուշ է վիրաբույժ, վստահությունը բյուրեղապակի է, կոտրեցիր չես սոսնձի։ Ես պատրաստ եմ ամեն ինչ քավել, երդվում եմ, պատրաստ եմ սատկել, միայն թե չլինեմ այսպիսի վտարյալ։ Շաս տվիր ինձ,
հայրողեր դաժան, վերջին շանսը։ Ես քեզ պետք կգամ, ուղեղ ունեմ, շատ բան գիտեմ, պատրաստ եմ լինել քո ստվերը, քո շունը։ Պապը երկար նայեց նրան։ Նա տեսնում էր անկեղծ հուսահեպություն, բայց նաև սովորական խորամքություն։ Նրան ծանոթ էր այդ վիճակը։ Մարդը սահմանին է, պատրաստ է ամեն ինչ հանուն փրկության։ Ինձ շներ պետք չեն, ինձ մարդիկ են պետք։ Մեղքը քավել կարելի է, բայց դա երկար է, եւ դա ինձ համար չէ, դա նրանց համար է, ում դու նեղացրել ես։ Նա վեր կացավ, մոտեցավ քնած Գամփրին եւ արթնացրեց նրան։ Գամփր, վեր կաց, տեսով է եկել քեզ մոտ խոնարհվելու։ Գամփրը արթնացավ, վախեցած նայեց պապին, հետո ծնկաչոք վիրաբույժին։ Նա դժվարությամբ վեր կացավ, տրորելով աչքերը։ Ինչ ես ուզում, փնթփնթաց նա վիրաբույժի վրա։ Ներիր ինձ Գամփր, վիրաբույժը գլուխը կախեց։ Ներիր, որ քեզ դավադրել եմ, որ բեսպրեդել եմ արել, որ առնետություն եմ արել։ Ներիր։ Գամփրը երկար նայեց նրան, հետո քմծիծաղ տվեց։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նրա հայացքը լի չէր չարությամբ կամ վախով, այլ ինչ-որ տխուր հոգնածությամբ։ Լավ, ասաց նա, վեր կաց, բայց եթե մի անգամ էլ առնետություն անեց, ես քեզ ինքս կվերջացնեմ, առանց պապի, հասկացար։ Վիրաբույժը գլխով արեց։ Նա վեր կացավ ծնկներից։ Հասկացա։ Պապը շրջվեց դեպի մանուկը, գիտունը եւ գնչուն, որոնք արթնացել էին աղմուկից եւ հիմա հետևում էին ամեն ինչին։ Դուք ինչպես եք, հարցրեց նա։ Ընդունում եք։ Տղաները միմյանց նայեցին։ Երևում էր, որ նրանք տատանվում են։ Վերջին անցյալի դառը փորձը դեռ թարմ էր նրանց հիշողության մեջ։ Նա մեզ շատ չարիք է արել, հորեղբայր դաժան, ասաց մանուկը, եւ ձեզ էլ փորձեց դավադրել։ Չարիք արել է, համաձայնեց պապը, եւ դրա համար նա պատժվել է։ Իսկ հիմա նրան շանս է պետք ուղղվելու համար։ Եթե դուք այն չտաք, դուք ինչով եք նրանից լավը։ Վրեժը թույլերի գործն է։ Ուժեղները կարողանում են ներել, բայց ներել չի նշանակում մոռանալ։ Ներել նշանակում է հնարավորություն տալ փոխել իր ուղին։ Երկար մտորումներից հետո մանուկը գլխով արեց։ Լավ, բայց առանց ֆոկուսների։ Գնչուն եւ գիտունը նույնպես գլխով արեցին, թեև պակաս էնթուզիազմով։ Այդպես վիրաբույժը ստացավ իր երկրորդ շանսը։ Նա ամբողջությամբ ներված չէր, բայց ստացավ հնարավորություն վերադառնալու հասարակություն։ Նա այլևս վտարյալ չէր, եւ դա փոխեց նրան։ Նա սկսեց կատարել իր աշխատանքը ոչ թե հարկադրանքով, այլ ջանասիրաբար։ Նա նույնիսկ սկսեց օգնել գիտունին, բացատրելով բանտային հիերարխիայի նրբությունները եւ օգնելով կողմնորոշվել ճանապարհների մեջ, իմանալով թե ով եւ որտեղ է կապ պահում։ Նրա սուր միտքը, որը նախկինում ուղղված էր ստորությանը, այժմ սկսեց աշխատել ընդհանուր օգտի համար։ Նա դարձավ անփոխարինելի տեղեկատու, իմանալով բանտային բոլոր կուլիսային ինտրիգների նրբությունները։ Անցավ եւս 2 շաբաթ։ 118-րդ խցիկը դարձավ օրինակելի։ Այստեղ տիրում էր մաքրություն, կարգուկանոն եւ որ ամենազարմանալինը՝ հարաբերական հանգստություն։ Մայոր Գայլյանը, կումը, երբեմն մտնում էր նրանց խցիկ շրջայցների ժամանակ, բայց հիմա նրա այցելությունները կարճ էին։ Նա տեսնում էր, որ պապը պահում է խոսքը։ Ոչ մի բողոք, ոչ մի պատահարան, վիճակագրությունը բարելավվում էր։ Նա կորցրեց Գամփրի եկամուտները, բայց փոխարենը ստացավ կայունություն եւ կարգուկանոն, ինչն ավելի կարևոր էր սպասվող ստուգման առաջ։ Ավելին, նրան դադարեցին զեկուցագրեր գալ հայտնաբերված առնետների եւ բեսպրեդելշիկների մասին, ինչը նշանակում էր, որ ղեկավարության հետ նրա խնդիրները պակասել էին։ Մի երեկո, երբ քնի հրամանն արդեն հնչել էր, բայց լույսը դեռ վառ էր, պապը նստած էր սեղանի մոտ, իսկ նրա շուրջը նստած էին մյուս բոլորը՝ Գամփրը, վիրաբույժը, մանուկը, գիտունը, գնչուն։ Նրանք թեյ էին խմում, ուտում էին փոխանցման սակավաթիվ մնացորդները, բայց մթնոլորտում չկար նախկին թախիծը։ Կար ինչ-որ ջերմություն, անսովոր բանտային պատերի համար։ Պապը պատմում էր տայգայի ցրտերի մասին, այն մասին, թե ինչպես գոյատևել, երբ չկա ուտելիք եւ ջուր, այն մասին, թե ինչպես մի անգամ ինքը հրդեհվող բարակից դուրս բերեց մի ամբողջ ընտանիք, վտանգելով իր կյանքը։ Ես սուրբ չեմ տղերք, ասում էր պապը։ Նրա ձայնը խորն էր ու հանգիստ։ Ես շատ սխալներ եմ գործել կյանքում, շատ մեղքեր կան իմ հոգու վրա, բայց մի բան ես հասկացել եմ, մարդը այն չէ, ինչ նա գործել է, այլ այն, ինչ նա ուղղել է։ Եվ կարևոր չէ, թե դու ինչքան ես վերցրել, այլ այն, թե ինչքան ես տվել։ Եվ կարևոր է չկոտրվելը։ Այստեղ բանտում հեշտ է գազան դառնալ, հեշտ է կորցնել մարդկային դեմքը, բայց ամենակարևորը քո մեջ լույսի այն հատիկը պահելն է, որը քեզ տրված է,
որպեսի երբ դուրս գաս ազատություն, դու կարողանաս նայել մարդկանց աչքերին, այլ ոչ թե թաքցնես հայացքդ։ Բոլորը լսում էին նրան, շունչները պահած։ Նրանք հասկանում էին, որ պապի խոսքերը պարզապես պատմություն չէին, այլ կյանքի դասեր։ Նույնիսկ Գամփրը, որը սովորաբար անտարբեր էր բարոյախոսության հանդեպ, հիմա ուշադիր որսում էր ամեն մի բառը։ Նա թվում է կյանքում առաջին անգամ սկսել էր մտածել ինչ-որ բանի մասին, բացի ուտելիքից և սեփական կաշվից։ Վիրաբույժը, դեռևս գունադունիհար, ներծծում էր այդ խոսքերն ինչպես սպունգը։ Նա տեսնում էր պապի մեջ ոչ միայն հեղինակություն, այլև իմաստուն, որը կարող էր օգնել իրեն գտնել քավության ուղին։ Հաջորդ օրը, առավոտյան ստուգման ժամանակ, խցի դուռը բացվեց։ Շեմքին կանգնած էր պահակը։ «Դաժանը իրերով դուրս», խցում լռություն տիրեց։ Ոչ ոք սա չէր սպասում, պապի ժամկետը դեռ չէր ավարտվել։ «Ուր են ինձ տանում», հանգիստ հարցրեց պապը։ «Էտապ, տեղափոխություն։ Ուր չգիտեմ, իրերդ հավաքիր արագ»։ Պապը դանդաղ հավաքեց իր պարկը։ Նա վեր կացավ, զննեց խճիկը։ Այն փոխվել էր, այն դարձել էր ավելի մաքուր, ավելի լուսավոր։ Մարդիկ նրա մեջ փոխվել էին։ Մանուկը մոտեցավ նրան, տղայի աչքերը թաց էին։ «Ուր եք գնում, պապ, ինչու այսքան շուտ»։ Պապը ուսերը թոթվեց։ «Ուրեմն այդպես է պետք, որդյակս։ Չգիտեմ, գուցե նոր գոտի, գուցե ազատություն։ Ինձ համար մեկ է, ես գիտեմ մի բան, որտեղ էլ հայտնվեմ, ես կմնամ ես»։ Նա ձեռքը դրեց գիտունի ուսին։ «Սովորիր, ուսանող, օգնիր մարդկանց, քո գիտելիքները ուժ են, և թույլ մի տուր այս համակարգին կոտրել քո բանականությունը»։ Նայեց գնչուին։ «Տաք գլխություն մի արա, գլխով մտածիր, մի վազիր փայլփլուն բաների հետևից, փնտրիր իսկական ոսկին, այն շղթաների մեջ չէ, այն ներսում է»։ Հետո նա մոտեցավ Գամփրին, վերջինս ուղղվեց, փորձելով թաքցնել հուզմունքը։ Նրա աչքերում կարդացվում էր ոչ միայն վախ, այլև հարգանք, խառնված իր համար նոր տխրության հետ։ «Դու հիմա ավագն ես», ասաց պապը։ «Պահիր խցիկը, որ մաքուր լինի, որ արդարությամբ լինի։ Օփշակը սրբություն է, թույլերին չնեղացնես, հասկացա՞ր»։ «Հասկացա, դաժան», ամուր պատասխանեց Գամփրը։ Նրա ձայնը ցածր էր, բայց առանց նախկին չարության։ «Ատամս դնում եմ, ամեն ինչ հարթ կլինի, չեմ հուսահատեցնի»։ Պապը գլխով առեց։ Եվ վերջապես նա նայեց վիրաբույժին, որը կանգնած էր մի կողմում գլուխը կախ։ «Դե ինչ, սկսեցիր, պապ»։ Վիրաբույժը բարձրացրեց նրան նայող աչքերը լի վախով և հույսով։ «Մոտեցիր», ասաց պապը։ Վիրաբույժը երկչոտ մոտեցավ։ «Ես չարություն չեմ պահում», ասաց պապը, «բայց վստահությունը պետք է վաստակել։ Կաշխատես, մարդիկ կներեն, կկեղտոտես, ինքդ քեզ կթաղես։ Ընտրությունը քոնն է։ Քավիր»։ Նա գրպանից հանեց թեյի մի տուփ, իր պաշարներից վերջինը, և մեկնեց վիրաբույժին։ «Վերցրու, խմիր, գուցե ուղեղդ տեղը ընկնի։ Եվ հիշիր, իսկական ուժը ոչ թե դանակի մեջ է, այլ ճշմարտության»։ Վիրաբույժը վերցրեց թեյը դողացող ձեռքերով։ «Շնորհակալություն», շշնջաց նա, և նրա աչքերում արցունքներ փայլեցին։ Նա հասկանում էր, որ դա պարզապես թեյ չէր, դա ներման սիմվոլ էր, հույսի նշան։ Պապը շրջվեց և գնաց դեպի ելքը։ Պահակն արդեն սպասում էր, անհամբեր թքթքացնելով դրանը։ «Դե, մնաք բարով, բրատվա», նետեց նա վերջում։ Դուռը փակվեց։ Փականների զնգոցը նրան կտրեց խցից։ 118-րդ խցիկը մնաց առանց իր առաջնորդի, բայց այնտեղ դատարկություն չտիրեց։ Այնտեղ մնաց ոգին, դաժանի ոգին։ Գամփրը մոտեցավ սեղանին։ Նրա շարժումների մեջ անսովոր վճռականություն կար։ «Այսպես», ասաց նա մի ձայնով, որի մեջ հայտնվել էին նոր ամուր նոտաներ, բայց առանց նախկին չարության։ «Մանուկ, ջուրը դիր, գիտուն, հանիր նարդին, վիրաբույժ»։ Բոլորը նայեցին վիրաբույժին։ «Վերցրու շորը, սրբիր պատուհանագողը, իսկ հետո նստիր մեզ հետ թեյ խմելու»։ Վիրաբույժը բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում արցունքներ կային։ «Հասկացա, Գամփր, հիմա ամեն ինչ կանեմ»։ Եվ վիրաբույժը կյանքում առաջին անգամ կատարեց հրամանը, առանց բողոքի կամ դիտավորության ստվերի։ Նա վերցրեց շորը, սրբեց պատուհանագողը, իսկ հետո նստեց սեղանի շուրջ մյուսների հետ։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա իրեն զգաց մեծ բանի մասնիկ, քան ինքն էր, կոլեկտիվի մասնիկ, ընտանիքի մասնիկ, թեկուզ և բանտային, և այդ զգացողությունը նրա համար ավելի թանկ էր, քան ցանկացած իշխանություն։ Իսկ պապը քայլում էր բանտի երկար ու տխուր միջանցքներով պահակախմբի ուղեկցությամբ։ Նրա քայլերի արձագանքը տարածվում էր բանտի բետոնե որովայնում։ Նա չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն առջևում, բայց նա գիտեր մի բան,
որտեղ էլ նա հայտնվեր, նա կմնար ինքը, դաժանը, մի մարդ, ով անգամ դժոխքում կարողանում է լույս վառել։ Նրա պատմությունը արդեն թռչում էր բանտային հերագրով, հարստանում մանրամասներով, վերածվում լեգենդի։ Լեգենդ մի ծերունի մասին, ով միայնակ կոտրեց բեսպրեդելի համակարգը և ցույց տվեց, որ անգամ ամենահատակում կարելի է մնալ բարձունքի վրա։ Նրա մասին լուրը հասավ այլ մասնաշենքեր, այլ գոտիներ։ Հին դպրոցի գողերը լսելով դաժանի անունը հավանության նշանով գլուխ էին անում։ Երիտասարդները, որոնք դեռ չէին այրվել կյանքից, մտածում էին արդարության մասին։ Բանտի վարչակազմը, հատկապես մայոր Գայլյանը, շունչը պահեց։ Նա գիտեր, որ դաժանը չի մնա առանց բրատվայի ուշադրության, և որ հիմա, երբ պապը լքել է բանտը, 118-րդ խցին կհետևեն առանձնակի ուշադրությամբ։ Գամփրը, ինչպես և խոստացել էր, չհուսահատեցրեց։ 118-րդ խցիկը դարձավ ամենամաքուրն ու հանգիստը մասնաշենքում։ Նոր կարգը, որը հաստատել է դաժանը, պահպանվեց, և դա նրա ուժի լավագույն վկայությունն էր։ Պապը դուրս եկավ մասնաշենքից, անցնելով ներքին բակով, որտեղ միշտ կուտակվում էին աշխատանքի կամ զբոսանքի մեկնող կալանավորները։ Հիմա այնտեղ դատարկ էր։ Նրան տվեցին ձեռքերը, հագցրին ձեռնաշղթաները։ Ավտոզակը սպասում էր դարպասների մոտ։ Նրա շարժիչը միապաղաղ բզզում էր, գոլորշու ամպեր արձակելով ցուրտ օդի մեջ։ Պապը խորը շնչեց ձմռային սառը օդը։ Դրա մեջ զգացվում էր ազատության հոտը, որը նրան տրված էր միայն կարճ ժամանակով։ Նա նստեց ավտոզակի մեջ։ Մետաղյա դուռը փակվեց, նրան ընկղմելով մթության մեջ։ Բայց պապը չէր վախենում մթությունից։ Նա միշտ լույս էր կրում իր ներսում, իր սկզբունքների, իր խղճի, արդարության հանդեպ իր հավատի լույսը, և այդ լույսն ավելի պայծառ էր, քան ցանկացած բանտային լուսարձակ։ Ավտոզակում նա հանդիպեց երկու երիտասարդ տղաների, ակնհայտորեն նորեկների։ Նրանք նստած էին կծկված, վախեցած ու կորսված։ Նրանց աչքերը լի սարսափով թափառում էին մութ տարածության մեջ։ Պապը նայեց նրանց և նրա աչքերում մի կայծ փայլեց։ Նա հասկանում էր, որ իր ուղին դեռ չի ավարտվել։ Հնարավոր է նա ուղարկված էր ոչ թե պարզապես իր ժամկետը նստելու, այլ մարդկանց հիշեցնելու համար, թե ինչ է մարդկայնությունը նույնիսկ նման ոչ մարդկային պայմաններում։ «Մի վախեցեք, տղերք», ասաց պապը, և նրա ձայնը տարածվեց ավտոզակի երկաթե արկղում, հանգիստ ու վստահ։ Գլխավորը չկոտրվելն է և մարդ մնալը։ Հիշեք, նույնիսկ ամենախորը մթության մեջ տեղ կա լույսի համար։ Եվ երիտասարդ կալանավորներին թվաց, թե այս ցուրտ երկաթե տուփի մեջ հանկարծ մի փոքր ավելի տաքացավ, որ մթությունը նահանջեց, տեղի տալով հույսին։ Եվ նրանք սկսեցին լսել, որովհետև պապի պատմությունը, դաժանի պատմությունը շարունակվում էր, և այն շատ ավելի մեծ էր, քան պարզապես մեկ մարդու պատմությունը։ Դա պատմություն էր բարու և չարի հավերժական պայքարի, արդարության և գթասրտության մասին, այն մասին, որ նույնիսկ մարդկային գոյության ամենահատակում կարելի է գտնել լույսը։ Նա սկսեց պատմել նրանց կյանքի, կանոնների, այն մասին, թե ինչպես գոյատևել և չկորցնել սեփական եսը։ Եվ նրանց աչքերում աստիճանաբար սարսափի փոխարեն հայտնվեց հասկացողության կայծը։ Պապը փակեց աչքերը, հենվելով սառը մետաղյա պատին։ Նրա ուղին երկար ու փշոտ էր, բայց նա վստահ էր իր վրա, և դա նրա գլխավոր հաղթանակն էր։ Իսկ բանտի պատերից հեռու, ինչ-որտեղ քրեական աշխարհում, դաժանի անունը նորից հնչեց, բոլորին հիշեցնելով, որ իսկական ղողերը ապրում են հասկացողություններով, այլ ոչ թե բեսպրեդելով։ Եվ դա ամենաթանկ ժառանգությունն էր, որը նա կարող էր թողնել։